ուղարկել է հետևողներ կզրուցենք պատիվնով խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։ Պարոն Մամիջանյան, բարեձեզ, պարոն Մամիջանյան, տեսանք, որ այս քաղաքական հետապնդումները, թիրախավորումները նոր այսպես երանգ ստացան նաև նախատոնական օրերին եւ դարձյալ ձերբակալություններ, կալանավորումներ եղան։ Ի վերջո ինչ խնդիր է փորձում այս կերպ լուծել իշխանությունը եւ հաճախ զուգահեռներ են տանում նախկինի հետ, այսպես նախկին իշխանությունների, ասում են իրար արժեն, նրանք էլ մի բան չէին, նրանք էլ էին այսպես հարցեր լուծում։ Այս տեսարանները եղել են նախկինում, ես կոնկրետ որպես լրագրող այս ակտիվությունը չեմ հիշում ձերբակալությունների։ Համար վիրավորական առհասարակ ցանկացած նորից եմ շեշտում ցանկացած Հայաստանի Հանրապետությունում պատմության նորագույն պատմության ընթացքում եղած իշխանության համեմատականը այս իշխանություն կոչեցյալների հետ այդ թեման այդտեղ նույնիսկ քննարկում լինել չի կարող մենք խոսում ենք հաղթանակած եւ Արցախը պահած Հայաստանը շենացրած ղեկավարների մասին իսկ համեմատությունը հացածած տեղի չէ Հայաստանի Հանրապետությունում այս պահին 50-ից ավել քաղաքապետարան կա դա աննախադեպ թիվ է հաջորդ բանը որին ես կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել որ միանշանակ ընտրական կա բոլոր քաղաքապետարների միջև դրանք այլախոհներ են եւ դա ճնշման փորձ է որը փորձում են ազդել թե այդ անձի վրա եւ թե դրանով փորձել վախեցնել այլ մեր պայքարի ընկերների, ինչը բնականաբար չի հաջողվելու, որովհետև բոլոր քաղաքապետարները տոկուն են եւ իրենց ընտանիքները, որոնք հավասար իսկ գուցե ավելի շատ զրկանքներ են կրում այս գործընթացում, տոկուն են եւ վարկյան անգամ հարանելու միտում չունեն։ Բայց կա նաեւ երկրորդ հարթությունը, որը մի շարք դեպքերում այդ թվում Արեգի եւ Վազգենի դեպքում։ Սա ոչ միայն անհատ այլախոհների հասարակական գործիչների դեմ հալածանքներ են իրավական համակարգի օգտագործում, այլ նաեւ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշում է, որովհետեւ հիշենք, որ խոսքը գնում է ֆեյքի հրատվական ծառայության մասին, որի աշխատանքը ամեն կերպ փորձարկարեցին իշխանություն կոչեցյալները, խոչընդոտել տեխնիկան արգրավելով աշխատանքի հավաքողներ ստեղծելով եւ այլն, որպես որ կա մի քանի հարթություն կոնկրետ այս պարագայում։ Ինչ վերաբերում է առհասարակ քաղաքապետարների թեմային, իմ համար անհասկանալի է ես սա անդադար ասելու եմ, ամեն անգամ ասելու եմ միջազգային կառույցների լռությունը, որովհետև այս պարագայում ոչ մի տարբերակ չկա հասկանում եք ձևակերպել, ինչ որ ասել, չգիտեմ, նախկինում մի պարկ կամ մի կիլոգրամ աշաքարավազ էին գողացել, չգիտեմ, երբ որ ծառայել են այդ ժամանակ այդ զորամասում պակասել էր մեկ զույգ կոշիկ, նասկի, ինչ ուզում եք։ Այս պարագայում սա հստակ գնահատականների անհրաժեշտություն կա, որովհետև կոնկրետ այս պարագայում տղաները եթերում ասել են շատ ավելի մեղմ ձևակերպում, քան հանդգնել է իրենց ասել ազգային ժողովի նախագահի աթոռին նստած Ալեն Սիմոնյան։ Սա հստակորեն Ալեն Սիմոնյանի հրահրած, իր ստատուսով հրահրած եւ հետագայում իսկ կողմից գործնված դիմում դրած գործընթացն է եւ դրա գնահատականները պետք է լինեն։ Ձեր նշածի հետ կապված առաջին կետը այս հրաշքները իշխանություն են ցավոք սրտի 7 տարուց համար 8 տարի արդեն։ Իրանք չեն կարողել օդի մեջ կրակել ասել օդում կախված լուրեր, հիբրիդային պատերազմ, գործակալներ այս բակին անազատության այս կամ այն ձևակերպման մեջ գտնվող քաղաքապետարներից եւ ոչ մեկի նկատմամբ նույնիսկ իրանց այդ հեքիաթային դատական իշխանության եւ հեքիաթային իրավական համակարգի պարագայում չկա նույնիսկ քննարկում ինչ որ ագենտ, մագենտ, դավաճանություն եւ այլն։ Այսինքն այդ ոնց է ստացվում, որ այդ մարդկանց վրա կարում եք շինծու ուրիշ գործեր, բայց եթերում ազգային ժողովում եսին որտեղ փորձում եք ուրիշ հիմարություններ ասել։ Սա եւս մեկ անգամ ընդգծում է, թե ինչքան անհեթեթ գործընթաց է դա, բայց նաեւ տեսանելի է դարձնում այն փաստը, որ առաջիկա գործընթացների եւ էլեկտորալ գործընթացների, ընտրական գործընթացների ժամանակ Փաշինյանը ու իր այդ խմբակը օգտագործելու են այդ թեզը, որ արտաքին միջամտություն, հիբրիդային պատերազմ եւ այլն։ Այսինքն մինչ ընտրությունները ինչ անօրինականություն անի Փաշինյանը, դա ձևակերպվելու է հիբրիդային պատերազմ։ Ես անհամբեր սպասում եմ, երբ ինքը սկսելու իրանց հայտնի արդեն կոռուպցիոն սխեմաների, տենդերների պատմությունները ներկայացնել որպես հիբրիդային պատերազմ։ Ինչ է կարծում,
Որն էր պատճառը, որ այսքան ուղերձներից հետո որևէ միջազգային կառույց դեսպանություն չարձագանքեցին եւ այդուհանդերձ այդ քննարկումներին անդրադառնանք, որքանով է ուղիղ եթերում կամ ընդհանրապես եթերում արդարացված հայհոյանք հնչեցնելը։ Ես ձեր հարցին երկրորդ հարցին կպատասխանեի սիրով, եթե կոնկրետ այս պատմությունը չլիներ առաջին հայհոյանքը հնչեցված ազգային ժողովի աթոռին նստած Ալեն Սիմոնյանի կողմից։ Այսինքն ես ասեմ, թե Ալեն Սիմոնյանը ճիշտ է արել, թե սխալ է արել, որ հայհոյանքը գրել իր ստատուսի մեջ շատ սխալ է արել։ Դրանից հետո ինչ տեղի է ունեցել դրա հետևանքը։ Սա առաջին պնդումս, այս գործը շատ էական է այդ փաստով, որ իշխանությունները իրանք հրահրել են, ընդ որում ինքն է երկրորդ, երրորդ որ մատն է երկրի մակարդակով։ Հետո իրանք էլ գործ են տվել դրա հետ կապված։ Սուց բան ես կյանքումս չէի լս։ Ինչ վերաբերում է դեր առաջին հարցը քիչ ասնեք դες մեջ։ Ես եկեք չասեմ թե որն է պատճառը, որ իրանք դա չեն անում, որովհետև անտիֆեյքի թիմը, Նարեկի եւ Վազգենի համախոհները շատ ակտիվ աշխատանք են կատարում եւ բնականաբար մենք էլ մեր բոլոր միջազգային գործընկերներին տեղեկացնում ենք եւ այս եւ մնացած բոլոր դեպքերի հետ կապված։ Ես պատճառներ չասեմ, կարող եմ ենթադրել, որ ցավոք սրտի այժմյան քաղաքականության մեջ աշխարհակաղակական շահերը գերադասվում են այն շահերին, այն իրավունքներին, այն սկզբունքներին, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն եւ այլն, որոնցով միշտ աչքի են ընկել մի շարք միջազգային կազմակերպություններ եւ մի շարք երկրների դեսպանատներ։ Այ դա իմ համար անհասկանալի է, ես հնչեցրեցի թե որն է իմ կարծիքով պատճառը դրա, բայց չեմ կարող վստահաբար ասել։ Նախորդ հարցերից մեկի ընթացքում քննարկվեց նաեւ տարվա վերջին տեղի ունեցած գործընթացները, այո, Խաչիկ Գալստյանի մեր կուսակցական ընկերների, պայքարի ընկերների նկատմամբ քաղաքական հետապնդումները, որոնք որոշ դեպքերում անցնում էին абսուրդի գագաթնակետը, խոսքը կարող էր գնալ 70 նանց կանանց մասին, որոնց գործեր էին փորձում կարվել, խոսքը գնում էր մի քանի ամիս առաջ տեղի ունեցած գործընթացների մասին, որոնց վերաբերյալ հանկարծակի հենց նոր տեղեկությունների հայտ եկան։ Ես միշտ այս նախադասությամբ եմ ավարտում այս թեմայով քննարկումները, թե ինչ անելու Փաշինյանը ակնհայտ է, անելու է ամեն ինչ, բոլոր գործիքները օգտագործելու է իշխանություն պահելու համար։ Այստեղ շատ ավելի էական է, թե ընդդիմությունը, իսկ ես ասել եմ, որ Փաշինյանին շատ վաղուց արդեն ընդդիմությունը ամբողջ հայ ժողովուրդն է, դրան ինչպես է պատասխանելու։ Ինքը հաստատ հետ չի կանգնելու, ինքը կորցնելու շատ բան ունի, ինքը կարմիր գծերը շատ վաղուց անցել է իր համար, իշխանությունը ունի երկու աթոռ, կամ վարչապետի աթոռը, որ ինքը այսքան պաշտում ու սիրում է, կամ էլ վերցի չգիտեմ հայերեն ոնց է, բառակիչնս։